իր ամեն քայլով ինքը ստեղծում է նոր իրավիճակ։ Ես արդեն ասացի, որ այսօր Նիկոլ Փաշինյանը Հայաստանի շուրջ կամ Հայաստանի նկատմամբ բոլոր սպառնալիքներից ամենակարևորն է։ Ինքն է անում անօրեն քայլերը, սահմանության դեմ, օրենքի դեմ, չգիտեմ, հասարակական կազմակերպությունների դեմ, կրոնական կազմակերպությունների դեմ, քաղաքացիների դեմ, ինքն է անում։ Իր համար արդեն օրենքը գոյություն չունի, սահմանությունը գոյություն չունի։ Դա պետականաքանդ քաղաքականություն է։ Եվ ամեն այսպիսի քայլով ինքը սերմանում է պառակտություն, անօրենություն, չգիտեմ, թշնամանք, ներքին լարվածություն, ինքը որ ասում են, բանա, այ ընդդիմությունը օրակարգ չունի, իշխանությունն է օրակարգ, վայ է տենց օրակարգին։ Այո, պառակտության օրակարգը իհարկե շատ հեշտ է առաջ տանել, շատ հեշտ է, ամենիժապես դառնում ես բանում, հանրության ուշադրության կենտրոնում, իհարկե։ Ընդհանրապես Նիկոլ Փաշինյանը մեկ-մեկ ինձ բանա հիշեցնում է, այն կան երեխաներ, չէ, որ ասենք ընկնում են գետնին, ոտները խփում են գետնին, լացում են, բան, մենակ մի բանի համար հոգեբանական ֆենոմեն է, որ իրենք ասենք ծնողների ուշադրությունը գրավեն։ Նիկոլ Փաշինյանի համար շատ հաճախ հանրության ուշադրության կենտրոնում լինելու այդ մոլագարությունը դառել է հիվանդագին մի բան։ Ինքը պատրաստ է անգամ, ասում եմ, իր այդ պղծության, անօրենության քայլերով հրավիրել իր վրա այդ ուշադրությունը։ Ինքը մշտապես ինչ-որ մի բան է, փոթորիկ է ստեղծում իր շուրջը։ Բայց չի մտածում, որ դրանով ինքը պետություն է քանդում, հանրային վարվելակերպի նորմեր է քանդում, քաղաքավարության վարվելակերպի նորմեր է քանդում։ Այդ բոլորը գին է նստելու մեր պետության եւ հանրության վրա։ Այդ ամեն ինչը հետ բերել է, շտկել է, ահավոր ծանր առնելու։ Ինքը արդեն քարուքանդ է արել բավականին լուրջ բաներ։ Մեր ինստիտուտները, մեր պատմամշակութային ինքնության հետ կապված բավականին լուրջ պլաստեր կան, ինքը շատ մեծ վնասներ է տվել արդեն։ Դրա համար եմ ասում, որ այս ընտրությունները միգուցե վերջին պատմական շանսն են այս աղետը կանխելու համար։ Եվ մեր ժողովուրդը պետք է այդ պատմական շանսից օգտվի։